Մարտիրոսյանի 2026 թվականի հունվարի 9-ին Տրմբաս նախնական դատական նիստում շարունակում է թիվ ՀԿԴ 0065-0224 գործիքնությունը նիստերի քարտուղարի խնդրում զեկուցել ովքեր ներկայացել։ Նախնական դատական նիստի ներկայացել են այսօր գլխավոր դատապարտության ներկայացուցիչներ Դավիթ Մերոյանը եւ Կարեն Աբրինյանը, պատասխանող Արմեն Սարգսպետոյանը եւ վերջինիս ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, պատասխանողներ Արմեն Սարգսպետոյանը, Մարիաննա Մկրտչյանը եւ Ֆայիկ Սարգսպետոյանը, ներկայացուցիչ Արասատ Ասատրյանը։ Ներկայացել են նաեւ իրավաբան Լեթի Թղթակից Վարդան Մանուկյանը, ներկայացել են Անկախի եւ միջնակցություն տեսանկարը համեր դատական նիստը, ինչպես նաեւ Միլենա Վարոսյանը ներկայացել են իրականացման քարտը եւ միջնակցություն տեսանկարը համեր դատական նիստը։ Շնորհակալություն։ Նախ քննարկենք միջնորդությունները, ներկայացվել է իրավաբան Լեթի Թղթակից Մանուկյանի անվանակարգը, որ ստուգվեց, վերադարձվում է եւ Տիկին Միլենա Վարոսյանի անականացման քարտը, որ ստուգվեց, վերադարձվում է, քննարկվում են միջնորդությունները, այս որի ներկայացուցիչները իրենց համաձայնությունը տալիս են միջնորդությունների բանալիական լրատվամիջոցի մասով այո, Տիկին Վարոսյանի մասով պայմանով որ մենք ենք քչել։ Մասնակի այսքան տեսանկարահանում։ Տիկին Վարոսյան, ձեր միջնորդությունը վերաբերում էր ամբողջ դատական նիստին։ Այո։ Այսինքն դուք համաձայնություն տալիս եք, որ մասամբ նկարահանում, թե ոչ միջնորդությունը փոխում եք ըստ այդմ։ Այո։ Փոխում եք եւ համաձայն եք, որ դա դատախազի եւ տնտեսագետի ուրեմն կողմը չնկարահանվի։ Տալիս եք։ Հա։ Այո։ Շատ լավ, ուրեմն միջնորդությունը այդպես կբավարարվի ձևով, իսկ լրատվամիջոցի պատասխանող կողմի ներկայացուցիչները շատ միջնորդությունները բավարարվում են, կարող եք տեսանկարահանել։ Փոփոխված հայցի վերաբերյալ հարցերը այս նիստով շարունակվել են թե ոչ։ Ես նախորդ դատական նիստում հաշվի առնելով, որ մեր հարցադրումների արդյունքում մենք ամենայն եսեկային համոզման, որ այս Excel աշխատանքային ֆայլը մեծ հաշվով ամենակարևորն է մեր այս վարույթով, անկախ այն հանգամանքից այդ փաստը այսօր կողմնորդում չէ, բայց հասկանում ենք նաև, որ որոշակի առումով որ իրավական դատականները իր մեջ ներառում, դրա համար ուզում ես որպեսզի Excel ֆայլի հետ կապված որոշակի հարցադրումներ, որ վերաբերում են իհարկե այցին։ Ես ուզում եմ հայտարարել դատարանին, անցած անգամ նշեցի այդ մասով, որ ես օգտվել եմ այցնորի կողմից ներկայացված Excel ֆայլից, որը բաղկացած է 3 բաժնից՝ բանկ, բանկ, ամփոփ եւ մնացորդ։ Այս Excel ֆայլը ներկայացվել է որպես ներկայացված գրավոր տեքստային հայցադիմումի աշխատանքային ֆայլը եւ ես ղեկավարվել եմ այս փաստաթղթում։ Ես ուզում եմ, որպեսզի դատական նիստով մի հատ հաստատենք, ես ճիշտ եմ հասկացել, ճիշտ ֆայլի վրա եմ աշխատել եւ որպեսզի հետագայում այնպես չստացվի, որ դատարանում կա մեկ այլ ֆայլ, այս որը մոտ կա մեկ այլ ֆայլ, ես աշխատում եմ ընդհանրապես այդ ֆայլի վրա։ Որպեսզի այս թյուրիմացությունը չլինի, կուզեմ մի հատ հասկանալ արդյոք այս այն ֆայլը ինչի մասին, ինչը որ դատախազությունը մեզ ներկայացրել է, սա է արկած հայցադիմումի, այսպես ասենք, հիմքում կամ հայցադիմումի կից սա է ներկայացված եւ դատարանի ներկայացվել է թե չէ այս ֆայլը։ Վերջի ֆայլը, որը ձեզ ներկայացվել է։ Ամիսը երևի նախորդ տարվա վերջին նիստերն որը կարող է չհիշեմ, ամենայն դեպս դրանից հետո նոր բան չի եղել։ Երբ որ մենք խոսում ենք մնացորդների մասին, բանի մասով, դրամական մնացորդների մասին, այդ ժամանակ կարծես թե խնդիրը առաջացավ ու ոնց որ նոր ֆայլ տրամադրվեց։ Պարոն Հարությունյան, Տիկին Մարտիրոսյանի դեռևս ներկայացուցիչն իրականացնելու ժամանակ հայցի փոփոխություն թույլատրելու միջնորդության ներկայացումից հետո օգոստոսի 1-ին մուտքագրվել է աշխատանքային ֆայլ հաշվարկը պարունակող։ Դրանից հետո որևէ այլ բան չի ներկայացվել։ Հայցի փոփոխությունից հետո ներկայացվել։ Ուրեմն, տեսեք, հենց իմ հարցադրումը գալիս է դրան, ես հենց դա եմ ուզում հասկանալ, որովհետև
ավելի ճիշտ այսօրը դա կասի արդեն այն ֆայլի եւ այս ֆայլի մեջ կա տարբերություն թե չէ, ամենայն դեպս ես որոշակի տարբերություններ տեսել եմ։ Չգիտեմ, օգոստոսի ներկայացված ֆայլը, որը դատարանին ներկայացվել է, եւ այն ֆայլը, որը ներկայացվել է մեզ դրանց մեջ տարբերություն կա, թե չէ, ես հիմա մենք սրա հետ կապված որոշակի հարցադրումներ ենք անելու, չգիտեմ, դատարանը ոնց արմար կգտնի, միգուցե դատարանը ցանկանա, օրինակ, չգիտեմ, այս ֆայլը բացի հասկանա, ինչի մասին եմ ես խոսում կամ հարցադրումս ինչին է վերաբերվում, ես ոնց հասկանում եմ, այս ֆայլի դատարանի մոտ այս ֆայլը չկա։ Ցանկացած դեպքում այս ֆայլով եմ ես առաջնորդվել, որովհետև այս որ այս ֆայլն է մեզ ներկայացվել։ Հարցը հնչեցրեք, եթե անհրաժեշտություն լինի, հիմա կասեմ կմոտեցնենք։ Չէ, ցանկացած դեպքում մենք ամենայն դեպս արձանագրենք, որ այս ֆայլի նույնիսկ մենք աշխատում ենք այսօր պատասխանող աշխատում ենք մի ֆայլի վերաբերյալ, որը դատարանի ներկայացված չի։ Սա արձանագրենք եւ գնանք առաջ։ Կարծում եմ, որ այս ֆայլը անհրաժեշտ է դատարանի ներկայացնել։ Դա իմ ամոզմունքն է։ Մենք չենք կարող իրար այդ մի ֆայլի վրա աշխատենք, բայց դատարանը դի չունենանք։ Ինչու եք կարծում, որ այն ինչը որ ձեզ մոտ արկա է, ձեր տիրապետության ներքո դատարան չի։ Որովհետև օգոստոսից հետո է դա ներկայացվել։ Դատական նիստերի դահլիճում, դատական նիստից հետո միշտ ոնց որ այսօր ներկայացվել է այդ ֆայլը։ Հիմա ես չգիտեմ բովանդակայինի մեջ փոփոխություն կա, թե չէ, բան ամփոփ եւ մնացորդի հաշվարկ կար։ Կամ եկեք ես սկսեմ այդ դեպքում Պարոն Ասատրյանին մեյլով ուղարկվել է օգոստոսի։ Չէ, հարգելի նախագահ, դրանից հետո մեր գործընկերները կհավաստան փոփոխված օրինակ որոշակի ավելի բարձրաբանված իմ կարծիքով ենթադրում եմ տարբերակն է ներկայացված կողմերից դրա մասին, բայց մինչև այդ մեր հարցադրումները հարգելի նախագահ նախորդ նիստով մեր հարգելի ներկայացուցիչները մի քանի բաց հարցադրումներ կար, որոնց պատասխանը պետք է այսօր ներկայացնեն, եթե հնարավոր է խնդրենք գործընկերները բարձրաբանումը տան։ Եթե պարոն Հարությունյանը դեմ չի, այդ նախորդ նիստով քննարկված բաց մնացած հարցերը ավարտենք եւ նաեւ դատարաններ տեխնիկապես արդեն պատրաստ կլինի, մի քանի րոպեից կշարունակենք Excel-ի մասով քննարկումները։ Նախորդ դատական նիստով հարցերի հետ կապված։ Պարոն Մեջան, Պարոն Ասատրյան, խնդրում հիշեցրեք, հարցը կապված էր մեքենայի հարգելի նախագահ, առաջինը ամսաթվերը դրել մի կողմ թողենք, մեր ամենաանցորդի կարևոր ու բաց մնացած հարցադրումը դա մեքենայի ձեռքբերումը, հետագայում օտարումը, որը որ այսօր կողմը ընդդեմ է, որ նշանակված է փորձաքննություն, սակայն գործի նյութերից բացակայում է փաստական տվյալը։ BMW-ի մասն է խոսքը նախագահ զուտիշեցման կարգով եւ հիմնավորումները թե ինչի որ փաստական տվյալն են ելակետ ընդունել, որ դիտարկել են ակնհայտ տարբերություն ձեռքբերվանների մասով եւ ինչից են էլի նման եզրահանգման եկել։ Լավ, պարոն Մեջան։ Միգրացիոն մարդուշի մեքենայի մասով փորձաքննություն դեռևս չի նշանակվել, հարգելի դատարան կներկայացվի համապատասխան միջնորդություն։ Ինչ վերաբերում է ինչն է հիմք ընդունվել գնահատելու համար ակնհայտ ցածր շուկայական արժեքից ոչ, հասանելի աղբյուրից ստացած տվյալներ նախորդականности պատասխանից է հարցը։ Դրսի մանրամասնիկ, որ հասանելի աղբյուրն է, դե փաստորեն սովորել վկայակոչեիք, մենք էլ իմանանք ինչն է ու ինչ գինա ֆիքսված է եղել, որն է ելակետ ընդունել։ Ուղղակի այս պայմաններում կարող ենք դիտարկենք, որ ակնհայտ այդ մեքենայի մասով ներկայացված պահանջից ավելի ակնհայտ անհիմն է, եթե գանք դրան համաձայնության, այդ փաստը արձանագրենք, անցնենք առողջորեն։ Պարոն Ասատրյան, հիմք են ընդունվել հասանելի աղբյուրից ստացած տվյալները։ Պետք է բարձրացնել հասանելի աղբյուրները, պետք դրա մասով մի քիչ բանավեճ ունեցան ու ինչ տվյալ է եղել։ Հիմա այտենց մեծ հաշվով փաստ եք վկայակոչում, որը որ պետք է փաստի նման չի։ Հասանելի աղբյուրում վկայակոչած տվյալը մի քիչ ոնց որ Պարոն Ասատրյան, 2017 թվականին ձեռք է բերվել 2018 թվականի արտադրության BMW մարտուշի ավտոմեքենա 250,000 ռուբլով 2 միլիոն դրամ։
ակնհայտ է, որ էականորեն ցածր է շուկայական արժեքից, երկու տարվա արտադրության BMW մեքենան 2010 թվականին 2 միլիոն ակնհայտորեն ավելի բարձր է։ Երկու դիտարկում էլի, նախ այդ ակնհայտը, որ որևէ տվյալ չունեք հասանել էսպային կամ չեք ներկայացնում, կամ դրանց հստակավոր չունեք։ Ինչից է ենթադրում, որ ակնհայտ է, ու երկրորդն է, որ պարտադիր պետք է ինվեստորը հենց շուկայական արժեքով ձեռք բերել, այդ պնդումը որտեղից է գալիս էլի։ Ինչի, ասենք, ունեք շուկայից ուղիղ ձեռք բերել, ինչի պարտադիր պետք է ինվեստորը շուկայական գնով ձեռք բերի։ Տրամաբանություն կա կամ օրենսդիրը ձեր պարտականությունները, լիազորությունները իրականացնելիս նման ինչ-որ իրավադրույթ, իրավական հիմք, որը հենք տալիս է, որ նման պնդում անեք։ Այսինքն, եթե օրինակ սեզոնային զեղչերի ժամանակ ինվեստորը կամ որևէ այլ մասնակից պայմանական 70% զեղչով ապրանք վերցնել, այդ իրավասու մարմինը, գույք է, տարբերություն չկա, իրավասու մարմինը դիտարկելու էր, որ շուկայական գնով չի ձեռք բերելու խնդիրը, օրինակ մի բան ենթադրենք մեքենա չի, այլս նոթբուքն է, ինչը եւս ոնց որ թե իմ ունեցած տեղեկություններով վստահապես ձեռք է բերել զեղչային պայմաններում, որն է խնդիրը, ինչ խնդիր է տեսնում իրավասու մարմինը։ Դե պարզաբանումներ էլի, նա իմ համար հասկանալի չի, այս բան։ Բան ասել են, այդ երկու փողերը վստահել հանգամանքները ներկայացնել, թե ինչպես է ստացվել, որ երկու տարվա արտադրության BMW մեքենան 2 միլիոն դրամով է ձեռք բերվել։ Պարոն Միրյան, դուք հստակ տվյալ ունեք, ինչպիսի թվի արժեքի հետ է եղել համեմատությունը 250,000 ռուբլու։ Հստակ թիվ շուկայական արժեքի չի ֆիքսվել արգելդատը։ Ընդհանուր ուսումնասիրության արդյունքում հասանելի աղբյուրների եկելը գումա եզրահանգում։ Այսինքն ձեր եզրահանգումը այս պահին չեք կարող հիմնավորել, որովհետև ձեր հայցադիմում փոփոխված հայցում նշված է, որ գույքի ձեռբերման արժեքը ակնհայտ չի համապատասխանում նշված տարեթվին գույքի շուկայական արժեքին, եւ այդ արժեքը դուք հիմա չեք բացահայտում։ Ինչն է պատճառը։ Հարգելի դատարան, արժեքը ակնհայտորեն ձեռքբերման գինը ակնհայտորեն չի համապատասխանում շուկայական արժեքին։ Ո՞րն է եղել այդ շուկայական արժեքը հստակ թիվ չի ֆիքսվել, որ այս շուկայական արժեքով պիտի լինի, մենք չենք կարող ասել, թե ինչ արժեք կլիներ։ Փոփոխված հայցի մեջ միջնորդության մեջ չի ֆիքսվել։ Իսկ հիմա դուք կարող եք այդ տվյալը ներկայացնել։ Շուկայական արժեքի վերաբերյալ գրավոր շարադրանքի մեջ չի ֆիքսվել, բայց դատարանի եւ պատասխանող կողմի հարցին, այդ հարցին կարող եք պատասխանել, թե ոչ եւ եթե ոչ ինչ։ Կոնկրետ թիվ ֆիքսել հնարավոր չէ արգել դատարան, թե ինչքան կարող է ձեռք բերվել։ Մեր դիտարկումն այն է, որ ձեռք է բերվել ակնհայտորեն ավելի մեծ արժեքով, քանի որ ակնհայտորեն չի համապատասխանում։ Էլի կրկնեմ արգել դատարան ձեռք է բերվել 2017 թվականի, 2015 թվականի արտադրության BMW Magnum-ի ավտոմեքենա 2 միլիոն դրամով։ Ասում եմ, որ ակնհայտորեն չի համապատասխանում շուկայական արժեքին։ Ինչքանով պիտի ձեռք բերվեր դեպքում։ Շուկայական արժեքի համար փորձառություն նշանակելու համար միջնորդություն կներկայացվի ու պարզ է դեպքում։ Նաև հնչել էր հարց այդ պահի դրությամբ, գույքի ձեռքբերման արժեքի դրությամբ անձի օրինական եկամուտների մնացորդը որքան էր կազմում։ Այդ հարցը ևս հնչեց, ասեցիք հաջորդ նիստով պարոն Ափինյանը ասեց կարող պատասխանել, որովհետև երկարատև աշխատանք է պահանջում։ Արգել դատարան քանի որ նախորդ նիստի 3 կետեր ունեցել էր աշխատանքը այսօր նիստը առավոտյանը, մյուս դատական նիստը դու չեմ սխալվում, հաջորդ շաբաթը մյուս դատական նիստը մեր հարցին ստակ պատասխան։ Ըստ մեր հաշվարկի մեքենայի ձեռքբերման օրը ինչքան օրինական եկամուտի մնացորդը առկա է մյուս դատական նիստի օրը արդեն նախապես նշանակված է ամեն շաբաթ։ Նախորդ դատական նիստում ասացիք, որ հաջորդ դատական նիստին պատրաստ կլինեք։ Արգել դատարան ուղղակի չէ ֆիքսել, որ այսօր առավոտյանը 3-ին Լավ, մեքենայի հետ կապված այլ պարոն Ափինյանի վերջի դիտարկումից մեծ հաշվով այդ ելակետային տվյալը հենց ներկայացրած հաշվարկում կա, որ ես ճիշտ եմ հասկանում ձեր պես ներկայացրած հաշվարկի բանաձևից, որ ընդամենը այդ երկու այդ օրվա դրությամբ մնացորդների հանրագումարը պետք է դիտարկել այդ Excel շիթերում, հա, օրինական եկամուտ։ Նայեք օրինական գումար
հարցանիշել եք ինչքան գումար կար տվյալ բանի տրանսպորտային միջոցը ձեռք բերելու համար տրանսպորտային միջոցը ձեռք է բերել կանխիկ միջոցներից, այսինքն մենք պետք է միայն կանխիկ միջոցների մնացորդ հաշվարկենք։ Չէ, կանխիկ միջոցների մնացորդի առանձին սունակով հաշվարկ իրավասում արմինը իրականացնում է, թե ոչ։ Մնացորդի կարող եք իրականացնել մնացորդի հաշվարկ տվյալ օրվա դրության, թե ինչքան է առկա։ Դեպքում հարգելի նախագահին վստահորդի կողմից իրականացվել է այդ հաշվարկը 10 միլիոն դրամից ավել, եթե չեմ սխալվում, մնացորդ կա այդ պահի դրությամբ։ Հարցը ստակել հարցը ստակել մենք մեր հաշվարկի տրամաբանությամբ դրամի ճշտությամբ կասենք, թե դա բանի ինչքան մնացորդ առկա։ Ու մյուսը պարոն Մերոյանի, պարոն Մերոյան, որ ասում եք պետք է դուք ներկայացնեք, եթե ճիշտ հասկացա էլի ձեր տված բարձրաբանումից, որ պետք է, այսինքն գույք է ձեռք բերի անձը, երիք չի, որ առանց որևէ իրավական հիմնավորման դուք գալիս եք որևէ եզրահանգման, ու իրավական հիմնավորումը թողենք մի կողմ առանց հստակ տվյալի, հա, ուղղակի այդպես որոշակի ինքեր որոշակի տրամաբանություն հիմքում ունենալով գալիս եք նման եզրահանգման, ու այդ որոշակի տրամաբանություն կամ որոշակի պայմանի առկայության, որը մեր համար այս պահին բացահայտված չի, այդ հանգամանքով պայմանավորված օրինակ Արմեն Սահակապետյանը ինչ պետք է ձեզ բերի հիմնավորի, որ շուկայական ակնհայտորեն շուկայական արժեքին համապատասխանում էր թե չէ, կամ որն է նման գործողություն իրական, որն է ձեր այն իրավական նորմը կարգավորումը, որ PC-ի պարտականություն կամ գործողությունների համալիր պահանջում եք Արմեն Սահակապետյանից, այդ կարող բարձրաբանել։ Այդ հարցը հնչել է նախորդ դատական նիստում, հաց որ տվել է պատասխան, իրավական հիմքի մասով։ Չէ, իրավական հիմքը մատնանշեց, այսինքն երբ որ իմ վստահորդից պահանջում է հարգելի նախագահ տալ բարձրաբանում, հա, կամ բերել որոշակի հիմնավորումներ ներկայացնել այդ գույքի օրինականության վերաբերյալ, ես այդ եմ ուզում հասկանամ, եթե կողմը ինքը չունի է դրա ապօրինի լինելու վերաբերյալ այս պահին արդեն բացահայտվեց ոչ փաստական տվյալ, ոչ էլ այնց լուրջ իրավական հիմնավորում կամ այլ, այսպես ասեմ, ողջամիտ փաստարկ, այն հասանելի աղբյուրներն էլ որը որ կան, մեծ հաշվով ներկայացված չեն կամ այդ ժամանակ ուսումնասիրություն իրականացնող ներկայացուցիչն է, հա, պայմանական ուսումնասիրել ու չի ֆիքսել, ամեն դեպքում ակնհայտ է, որ այդ մասով մեր գործընկերոջ փաստարկները այս պահին հիմնազորք են կամ ներկայացված չեն, դրա պայմաններում, այսինքն ինչով պայմանավորված պետք է Արմեն Սահակապետյանը առերևույթ օրինական գույքը հիմնավորելու մի հատ էլ օրինականությունը հիմնավորելու ուղղված գործողություն անի, այո, ձեր պատկերացմամբ ինչ պետք է բերել ներկայացնել։ Եթե ունեցել է առուծակի պայմանագիր, ունեցել է գումարի փոխանցում կամ վճարում, ունեք ինչն է ձեզ պետք հիմնավորել, որ մի հատ էլ, այսինքն իրավասու մարմնի համար այդ գործարքը ձեր դիտարկման վիճելի չլիներ։ Հիմնավորվածության մասով ես անցած դատական նիստին նշեցի, թե իրավական հիմքը որն է, քանի որ ակնհայտվեց հասը շուկայական արժեքից, առավել անհնարին է, որ գույքը ապօրինի ծախսեցող է, դրանից ստացված եկամուտը գնահատվել է որպես ապօրինի եկամուտ։ Տրամաբանությունը, որ պարոն Սահակապետյանը պետք է ներկայացնի հիմքեր այն է, որ միայն պարոն Սահակապետյանը կարող է ունենալ նման տվյալներ, այսինքն այդ հանգամանքների վերաբերյալ տվյալներ, իսկ իրավական հիմքը պատասխանող կողմն է ներկայացնում օրինական եկամուտների առկայությունը վկայող տվյալներ։ Նախորդ դատական նիստում մեր գործընկերը իրավական հիմնավորում չտվեց։ Մեր գործընկերից լավ հիշում եմ, որ մատնանշեց ի տարբերություն իմ մատնանշած փաստարկի, որ ասացի բաններանգինից է շուկայականից էականորեն ցածր գին այդ եզրույթի կարգավորման տակ եք դիտարկել, դրանով պայմանավորված եք նման պահանջ ներկայացրել, ասես չէ, առավել հավանական է, որ այդպես է, քան այդպես չի, այսինքն հավանականությունների երևի թե հավասարակշռում, որը որ իրավական հիմք չէ, այսինքն դրա մասով մեզ որպես այդպիսին իրավական հիմք չեք ներկայացրել։ Հղում եք անում, որ իրավական հիմքին պարոն Մերոյան։ Նախորդ դատական նիստով պարոն Մերոյան ճիշտ եմ հիշում, որ
ապօրին ծագում ունենալու, գույքի ապօրին ծագում ունենալու կանխավարկածը սահմանող իրավադրություն է վկայակոչվում։ Հա, բայց ինքնին նրանում է հարգել նախագծը, որ այդ իրավադրույթը այդ կարգավորման հղման հիմքում դրված է, որ առավել հավանական է, քան պնդումը ես, որպեսզի հասկանանք այդ նման եզրահանգման գալու համար, որ ինչ փաստնական, որ կարգավորումն է հիմք ծառայել, որտեղ օրենքում կան մի շարք կարգավորումներ, ես էլ որոշակի հուշում իրականացրեցի, ասես չէ մեր գործընկերը նման համոզմունքի կամ նման իրավական հետևանքի հանգելու համար որևէ իրավական կարգավորում բացակայել է։ Մենք ուղղակի համարել ենք, որ առավել հավանական է, քան, բայց այդ առավել հավանական համարելու այդպես ցանկացած իրավական հիմք կարող մեր գործընկերը մատնանշի, այսինքն այդ մատնանշած ինքը առարկայազուրկ է, հարգելի նախագահ, չկա որևէ օբյեկտիվ իրականության մեջ նման դիտարկում, որ կարող դրա հիմքում ծառայի։ Նման հաջողությամբ հիմի ինչ հարցադրում տա, մեր գործընկերը կարող օրինակ սահմանադրությունը վկայակոչի ու սահմանափակվի, ասի դե պետական շահերի պաշտպանություն եմ իրականացնում կամ դատախազության մասին օրենքը ներկայացնի, ասի 29-րդ հոդվածի իմաստով պետշահերի պաշտպանություն եմ օրինակ իրականացնում, որ վերջացնի սրանը։ Բայց դրա հիմքում որ փաստական տվյալներն են ծառայել նման իրավապնդում իրականացնելու համար բաց է մնում, այսինքն այդ իրավական հիմք չեղավ էլի ամեն դեպքում կողմը մատնանշում է, որ դրա համար հիմք է ծառայել, որ այդպես են որոշել, հավանական են համարել, որ այդ է հիմքը, որ առավել արժեքը նվազել է։ Լավ, սա հարցի պատասխանը վերաբերյալ ձեր դիրքորոշումը, այլ հարց կար, ես ոչ թե չկա։ Արձագանումները մեզ բնականաբար չեն բավարարում, ուղղակի զուտ հայտարարության տեսքով, հայտարարության չէ, այս դեպքում միջնորդության հանդես կգան, հարգելի նախագահ, այդ կոնկրետ գույքի մասով տված արձագանումներից ակնհայտ է, որ մատնանշված գույքի մասով ներկայացրած պահանջը ակնհայտ անհիմն է, այսինքն այն փաստարկները, որ մեր հարգելի գործընկերը վկայակոչել է, բացակայում են պարզապես, նման պայմաններում ես գտնում եմ, որ առկա է հայց այդ մասով ակնհայտ անհիմը որակելու հիմք եւ միջնորդությամբ եմ հանդես գալի, պնդում եմ հարգելի նախագահ, որ պահանջի այդ մասով ակնհայտ անհիմն է եւ խնդրում եմ դրա մասով կիրառել համապատասխան հետևանք։ Շնորհակալություն։ Ձեր միջնորդությունը հայցապահանջի կոնկրետ որ մասին է վերաբերում։ Նշված մեքենայի հարգելի նախագահ 17 միլիոն դրամը, այսինքն ինչին է վերաբերում 17 միլիոն դրամական պահանջը առերևույթ ապօրինի գնահատելու, որևէ տվյալի բացակայության պայմաններում, ընդ որում ձեր ուշադրությունը ինչի վրա եմ հրավիրում, նաև Արմեն Սարգսապետյանը գույք է ձեռք բերել 2 միլիոն 200,000 դրամով, եթե 250,000 ռուբլով, հետագայում օտարել է այդ գույքը, որը որ ձեռք է բերել, այդ պահին այդ եկամուտները մեր հարգելի ներկայացուցիչները պնդեցին, որ առնվազն այդ չափով, իսկ մեր կատարած ուսումնասիրության 10 միլիոն եւ ավել դրամի չափով ունեցել է այդ բանը։ Բայց մեր գործընկերները, օրինակ որոշակի առանց ունենալու որևէ ելակետ դրա օտարման գնի տարբերությունը չէ, ամբողջ օտարված գինը դիտարկելուն ապօրինի։ Այսինքն այս մի դեպքում ունենք առերևույթ օրինական ձեռք բերված գույք, հələ թողենք մի կողմ գինը էժանա թանկ է եւ այլն, բայց այդ օրինական գույքի տրանսֆորմացիան չէ կարող ապօրինի լինել։ Առնվազն ունեն 2 միլիոն 200,000 դրամի չափով, հա, բայց 17 միլիոն տակ չհամաձայնվելով առաջին թվի հետ նման որակում տալ հայցում ու դրանից հետո պրոգրեսիվ կերպով բարձր չէ 17 միլիոնի ինչ ազդեցություն ունենալու նամանավանդ իր մուլտիպլիկատիվ էֆեկտը, հայցում 17 միլիոնը վերջնարդյունքում 24 թվականի դրությամբ ունեցել է, այսպես ասեմ, ձնագնդիկի էֆեկտ մեծանալով, ասենք հասել է միլիարդի իր մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնելով։ Ես գտնում եմ, որ 17 միլիոն դրամի չափով ներկայացրած պահանջը, որի հիմքում դրված է շարժական գույքի մեր կողմից մատնանշված շարժական գույքի օտարումը առերևույթ ակնհայտ անհիմն է եւ հարգելի նախագահ այդ մասով պետք է իրականացնել արգասված դատաքննություն։ Շնորհակալություն։ Որ գումարի բռնագանձման պահանջին է վերաբերում ձեր 17 միլիոն դրամի հարգելի նախագահ։ Որպես այդպեսին 17 միլիոն դրամի բռնագանձման պահանջ չկա, խնդրում եմ։ Հա, դե այդ ծավալի չափը, որը որ ներառված է, հայցը պահանջում հարգելի նախագահ, որպես ապօրինի գույք։
պարոն Սաքապետյանից երկու չափի դրամային պահանջ կա ներկայացված։ Երկու առանձին։ Ես միած մեր գործընկերոջը բազաբան ենք արգելի պարոն Ալփինյան կամ պարոն Մերյան։ Այդ 10 միլիոն դրամը, որը որ դիտարկել եք ապօրինի ու ձեր նշած պատճառաբանությունների կոնտեքստում, կխնդրեմ բարձրաբանել վերջնարդյունքում հայցապահանջի որ մասում է տեղ գտել ու ինչ արտահայտություն է ունեցել այս հայցում։ Պարոն Ասատրյան, ձեր հարցին հստակ պատասխանելու համար լրացուցիչ ուսումնասիրություն է անհրաժեշտ, որովհետև եթե չեմ սխալվում, այդ գումարի մի մասը բանկային փոխանցման է տեղի ունեցել, մի մասը կանխիկով է հաշվարկվել եւ այստեղ կանխիկով պետք է նայել այդ ամսաթվից հետո ինչ գործառույթներ են տեղի ունեցել, արդյոք դրանք արտացոլվել են որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախսերի մեջ, իսկ բանկային փոխանցումը արդեն հստակ կտեսնենք գիծը գումարի, թե գումարը կոնկրետ ուղղ է գնացել, ինչ գույքի մեջ է մտել, ինչպես է փոխարկել։ Նիստի ընթացքում հնարավոր է այդ գործողությունները կատարել հարցին պատասխանել, թե ոչ։ Արգելի դատարան ինքը ժամանակատարը պետք է նայել, որովհետև այսինքն կարող է նաև բանկային կառավարվածքից, այսինքն կանխիկացում լինի այդ գումարից որոշակի չափով, հետո նորից հաշվառման լինի, այսինքն ինքը միախառնվում է մնացած բոլոր գումարների հետ եւ այդ ազդեցությունը հաշվարկելու համար պետք է հասկանալ, մենք չենք կարող հստակ ասել, որ դա այդ գումարը կամ ապօրինի ծախսի մեջ է, կամ ապօրինի եկամտի մնացորդի մեջ է, կամ կոնկրետ պահանջով ներկայացված այլ գույքային իրավունքների մեջ է արտացոլված։ Եվ ինչ չափով։ Ես մեծ հաշվով իմ գործընկերոջ նշած հանգամանքը ուսումնասիրություն իրականացնելու մասով ընդունում եմ, բայց խնդրեմ մեր հարգարժան ներկայացին հաշվի առնելով, որ դեռևս ժամը 10:38 է ու մինչև լեվոր տեղվելու անհանդապետան Այդ մասով պարոն Ասատրյան արձանագրեմ, որ դատական նիստը շարունակվել է մինչև 11:00, դատական նիստի դահլիճը այլ գործով ծանրաբեռնված լինելու։ Եթե մինչև 11:00 մեր հարգելի ներկայացուցիչը ինֆորմացիան մեզ տա, ես կնդեմ, եթե չէ, ես միջնորդությունը ակախեն, ստանանք տվյալները, թե այդ մեր 17 միլիոն դրամը որտեղ է տեղաբաշխվել, որպեսզի քննարկումը հետաձգվի։ Պարոն Ալփինյան, հնարավոր է այդ ժամանակահատվածում։ Ո՞նց է արգելի դատարան, փորձենք հասկանալ։ Կլսականից հնարավոր չի դրել, որ մի հարցադրումներն էլ պարոն Ալփինյանին վերաբերվելու անընդհատ անալնելու եկեք այդ արգախենք հետո հաջորդ նիստի որովհետև հայերի սենց մեծ հաշվով մենք այս մեքենայի վրա ոնց որ իմ կարծիքով շատ կերպ ունացան վերջի դա իրավական գնահատականի խնդիր է, կարծում եմ դատարաններում կդնան իրավական գնահատական տալ։ Եթե այլ բան չկա, դուք ես շարունակեմ առավել ևս, որ մենք 20 րոպե ունենք մեծ մնացել։ Գոնե ես ուզում եմ, որպեսզի մենք այն անկյունաքարային հարցերը, որոնք որ մեր մոտ առաջացել են, որ փորձենք պատասխանել ստանալ։ Լավ, ժամանակ չկորցնելու համար ես հասկացել եմ հետևյալը, եւ դա հաստատվել է նաեւ մինչեւ միջնորդությանը վարույթ ընդունելու քննարկումները դատական նիստից, որ հայցի փոփոխությունը կապված է եղել նաեւ Սահմանադրական դատարանի որոշմամբ եւ այդ փոփոխությունների համատեքստում մեր համար բոլոր հաշվարկների եւ իրավական գնահատականների տեսանկյունից էականան 1 ամսաթիվ, դա 24/03/2016 թվականն է, երբ պարոն Սաքապետյանը ստանձնել է իր պաշտոնը։ Այսինքն մեր հաշվարկների տրամաբանությունը, մեր իրավական գնահատականների տարբերությունը կամ սահմանը հետո մինչև այդ ամսաթիվը ունենք մի պատկեր եւ այդ ամսաթվից հետո շարունակվել է այլ պատկեր։ Հիմա բոլորիս համար ակնհայտ է, որ այդ օրվա դրությամբ մնացորդը օրինական դրամական միջոցների մնացորդը էական ամենաէական, եթե չասեմ լավ, էական ամենաէական փաստերից մեկն է։ Վերջի վերջո որքան օրինական դրամական միջոցներ են ունեցել պարոն Սաքապետյանը ըստ այս որի 2016 թվականի մարտի 24-ի դրությամբ ես արգելի դատարան ուսումնասիրել եմ այցադիմում չկա այդպիսի տվյալ։ Ես ուսումնասիրել եմ ներկայացված Excel ֆայլը, Excel ֆայլում ամփոփ բաժնի մեջ 426 եւ 427 տողում տեսնում եմ օրինական գումար 79,874,000, որի կողքերի դրած ապօրինի եկամուտ եւ այլևս որը
թիվ չեմ տեսնում։ Օրինական գումարի մնացորդը երկրորդ տողում 427 տողում ինչ որ 77 դրամ եմ տեսնում, սա չեմ հասկանում ինչ աստիճան։ Բայց այս տողերը գրված է 24/03/16 թվականի օրինական մնացորդ, որպես նպատակ դաշտ է այդ մեկնաբանությունը, որը այսօրն է գրել։ Հիմա իմ հարցը դեպի կայանում։ Որքան է կազմում այս բանը, այս թվի հետ մենք համաձայն չենք ակնհայտորեն, սակայն ուզում ենք պարզել։ Հայցադիմում ունենք թիվ եւ ունենք մի թիվ, որի մասով մենք համաձայն չենք։ Այդ մասով հետագան ուզենք պարզել կոնկրետ թիվը 24/03/2016 թվականի օրինական մնացորդ եւ որտեղ է դա արտացոլված։ Պարոն Արությունյան, մեր աշխատանքային ֆայլի մնացորդ բաժնում, որքան չեմ տեղափոխել մնացորդ բաժին, այստեղ նշված են անկանխիկ եւ կանխիկ մնացորդները եւ դրանց օրինական եւ ապօրինի մասերը։ Ձեր նշած անկոլ բաժնի համապատասխան տողերում նշված են այն ապօրինի գումարները, որոնք որ դարձվել են օրինական գումարներ, այսինքն այդ մնացորդների մասով։ Իսկ օրինական մնացորդները այստեղ մնացորդ օրինական անկանխիկ սյունյակ ունենք, տեսնում եք։ Մնացորդի անկանխիկ օրինական մնացորդը ըստ իրավասու մարմինի օրինական մնացորդը արդեն իսկ օրինական է, դրա հաստատման հետ կապված քանտի իրավասու մարմինը չի տեսնում։ Թվերով ասենք որ իմանանք, թվերով կլորացած է 58 միլիոնի մասը խոսքը։ Այո, 58 միլիոնը դա անկանխիկ, ներողություն, կանխիկ օրինական եկամտի մնացորդն է, իսկ դրա կողքը արդեն ըստ կանոնների, բանկերի, հաշիվների եւ արժույթների նշված են օրինական եւ ապօրինի մնացորդները ըստ բանկային հաշիվների։ Այստեղ մենք ունենք օրինականի մնացորդներ, դուք կարող եք տեսնել ըստ հաշիվների եւ ըստ արժույթների։ Ես նորից եմ կրկնում, իրավասու մարմինը օրինական եկամուտների մնացորդների վերահաստատման խնդիր չի տեսնում, այսինքն դրանք արդեն իսկ ըստ հաշվարկի մեջ հաշվարկված են որպես օրինական։ Հարցը այստեղ հասկանալ ապօրինի եկամտի մնացորդի թիվը, այսինքն ինչքան է կազմել ապօրինի եկամուտը, որը որ այս համապատասխան մնացորդ բաժնում դուք կարող եք տեսնել եւ բանկային հաշիվներով եւ կանխիկի հաշվարկման եւ այս թվերը ստացվել են բանկ բաժնից կարող եք Հիմա ես հասկացա։ Ես անցած անգամ մենք նստելից հետո ես ուզում եմ հասկանալ եւ դատարաններ ուզում եմ ցույց տալ։ Այ հիմա այս թիվը ընդհանուր ապօրինի օրինական մինչև այդ դուք ապօրինի եք անդադ նշում, հասկանալի է որ դա ապօրինի չի, դա ձեր ինչ որ բանն է, մեկնաբանությունն է կամ պատկերացումն է կամ որոշակի տեխնիկական ավելի շատ որակում ունի։ Ես հիմա ուզում եմ մի բարձ հարց, որը ամենակարևորն է բոլորիս համար։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ձեր հաշվարկով ինչքան փող ուներ դրամական միջոց։ Ուներ պարոն Սակապետյան, այդ թիվը կարող եք ասել, հայտարարել եւ ցույց տալ ոնց եք ստացել։ Ոնց կարանք մենք տեսնենք։ Նորից եմ կրկնում, պարոն Արությունյան։ Թիվը ինչքան է, թիվը կասեք։ Մնացորդի հիմա թվերը գումարում եմ զուտ։ Մնացորդի մեջ այս թվերը ուղղակի զուտ գումարեք եւ օրինականը եւ ապօրինի։ Որ ինչքան որ տողը որտեղ ինչ գումար են, եւ ասեք մենակ գումար։ Այն ջեյ սյունյակներում նշված է։ Թիվը ինչքան է։ 58 միլիոն եւ 79։ Հիմա ինչ թիվ է ստացվում։ Ես ուզում եմ հնչեցնեք, որ ես տեսնեմ ճիշտ է, մոտ թե չէ։ Պարոն Արությունյան, մենք նույն աշխատանքային ֆայլի մասին ենք խոսում եւ այդ աշխատանքային ֆայլը ինչ որ ուզես եք տրամադրել, նույն ֆայլն է։ Պարոն Արությունյան, այստեղ հաստորեն կան մի քանի շիթեր, ճիշտ է, ամփոփ հաշվարկ կա 3 Բանկ, ամփոփ եւ այդ մնացորդը, այդ մնացորդի ինչ որ հաշվարկ կա, որը դրա վերաբերյալ է։ Լավ, դատարանին օգոստոսին տրամադրված ֆայլը պահպանում 1H։ Ես դրա համար եմ ասում, արկել դատարան մենք այսպես Հիմա թիվը ինչ չեսնեմ, արկել դատարան դրամական արտահայտությամբ եւ դոլարի արտահայտությամբ։ Հա, պատասխան եք պարոն Հարությունյանի հարցին։ Պարոն Արությունյան, 138 միլիոն 247 հազար 039.67 դրամ։ 138 Այո։ Մենք վարկյան նաև ունենք դոլարային կարտեր, որտեղ ունենք մնացորդներ։ Եվ 16.52 ԱՄՆ դոլար։
Լավ, մի հատ նորից գանք, էլի դուք ասիք I եւ J, չէ՞։ I եւ J-ը դրանք կանխիկի մնացորդներն են, օրինական եւ ապօրինի։ Դրանց հանրագումարը եւ բանկային հաշիվների նայեք AMD-ովները, այսինքն այդ որտեղ տեսնեմ, էլի այդ որտեղ տեսնենք H եւ J սյունյակները, H եւ G եւ H սյունյակների թվերը գումարած իրար, գումարած իրար, այո, մի հատ բան է G սյունյակը դրան բան է, օրինական է։ Այսինքն այս 284,643 դրամը ըստ ձեր Excel ֆայլի 284,000-ը որտեղ տեսնենք 230 Հաշի ամբողջ հանրագումարն է, էլի նա։ ներողություն եմ խնդրում այդտեղ բան կա, ԱՄՆ-դոլարով թվեր կան, այսինքն դրանք դուք չեք կարող Հասկացա, այսինքն սենց չեմ կարող գումարեմ, այսինքն այս Excel ֆայլի մեջ ես պետք է ինչ-որ որոշակի գործողություն անեմ, որ գամ այդ մնացորդին ասեմ, ճիշտ եմ հասկանում։ Որոշակի գործողությունը նայեք, իրավասու ամինը արտարժույթով հաշվարկ իրականացրել է արտարժույթով եւ հետեւաբար երբ որ մնացորդի հաշվարկը իրականացրել արտարժույթով մնացորդը արտարժույթով է հաշվարկել։ Եթե ձեզ անհրաժեշտ է այ դրության կոնկրետ ամբողջ մնացորդը հայկական դրամով ինչքան է կազմել, կարող է կենտրոնական բանկի հետ օրվա ամսաթվով փոխարժեքի միջին փոխարժեք վերցնել, այստեղ ԱՄՆ դոլարով 16 դա ուղղակի 16.52 բազմապատկեք այդ փոխարժեքով եւ մնացածը հայկական դրամով ցուցանիշներ են թվերը, մնացածը գումարը կստանաք։ Նայեք, այստեղ ամբողջ խնդիրը հետեւյալն է։ Ես այդ ամեն ինչ տրամաբանությունը հասկանում եմ, այդ հաշվելու ձևներ եմ ըստ էության։ Հիմա մի բանով կարող համաձայնել, մի բանով չի։ Այստեղ խնդիրը ինչ բանի մեջ է։ Ես ձեզ հարցնում եմ որպես հայցորի, ասում եմ, դուք հայցի փոփոխություն եք բերել, որով ելակետային օր ունենք, սահմանագիծ ունենք, բայց ձեր հաշվարկների մեջ ոչ փաստաթղթային, ոչ այս Excel-ով, հստակ ոչ ես եթե ամեն ինչ տիրապետեի, չեմ տեսնում այդ մնացորդը, իմ համար ակնհայտ, անհասկանալի է, այն թվերը, որ դուք հնչեցնում եք, ես այդպիսի իրավական դիրքորոշում եմ այնում։ Ասում եք մնացորդը դու պարտավոր էիք հաշվարկել եւ ներկայացնել իմ կարծիքով, որովհետեւ ձեր փոփոխությունը դրան է վերաբերվում։ Բայց այդ թիվը չունեմ ես։ Հիմա ասում եք պետք է սենց գումարեք, կարող եք սենց մի բան գործողություն բազմապատկեք հանեք, դուք ձեր ուզած հարցի պատասխանը կստանաք։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ հարցի պատասխանը իմ կարծիքով պետք է լիներ ի սկզբանե հայցի մեջ, որովհետեւ դուք ապօրինի կանխավարկածը օրենքի տրամաբանությունը կիրառել եք ձեր բազաբանների օրենքի 24.03.2016-ից հետո կայացված բոլոր գործակների մասով։ Մինչև այդ դուք ուրիշ բան չունեիք արել, պետք է ասեիք պարոն Սակապետյան ինչքան փող ունեք, որ մենք տեսնեինք դրանից հետո օրինակ ինչպես այդ փողը ծախսվել, ինչ օրինական մնացորդ ունեցել, այդ թվում նաև այդ օրինական մնացորդը կարող է ազդել օրինակ հենց նույն ավտոմեքենայի ձեռքբերմանը եւ այլն։ Իմ հարցը հետեւյալն է, որ այսօր ես այս ֆայլում եւ որևէ փաստաթղթում չեմ կարող տեսնել այդ մնացորդը։ Այդ մնացորդը ստանալու համար ես իմ տրամաբանությամբ որոշակի հաշվարկ եմ անում, դուք որոշակի տրամաբանություն եք այստեղ մեկնաբանում, բարձրաբանում, իմ համար որ ինչ առումով կարող է հասկանալի, կարող է չէ, բայց փաստը մնում է, փաստ, որ մենք այս բանի խոսում ենք ինչ որ մի երևույթի մասին, որը որ փաստացի հաշվարկելի չի մեր համար, տեսանելի չի, լավ, ավելի ճիշտ բառը այսպես որակել։ Դրա համար ես իմ հարցադրումը կոնկրետ է, եթե կարեք այստեղ հայտարարեք, այդ բոլոր բանաձևերով այդ հաշվարկները դուք պետք է անեք, ձեր հաշվարկը, ձեր այցն է։ Մենք մեր հաշվարկները կանենք, բայց խնդրում եմ ասեք այդ մնացորդի հստակ թիվը, եթե դոլարով եք հաշվել, դոլարը առանձին ասեք, դրամը առանձին հաշվեք, եթե հետագայում այդ երկու գումարները միը խառնել եք իրար, սարքել եք դրամ եւ դրամով եք արեք, կարող եք դոլարն էլ արժույթին վերածել ու ասել, ինձ համար իմ բանը առաջի հարցադրումը կայանում է հետևյալը, որ խնդրում եմ հայտնեք պարոն Սակապետյանի օրինական մնացորդը 23.04 թվականի դրությամբ։ Չեմ ուզում հաշվեմ ես, ուզում եմ ձեր հաշվարկի թիվը տեսնեմ, իմ հարցադրումը դրան է վերաբերվում։ Ոչ թե ինձ ուզում եմ իմ հարցի պատասխանը լինի, դե գիտեք ինչ կարող եք սենց անել ու այդ թվին ստանալ, ուզում եմ դուք այդ ամեն ինչը արած մեզ ասեք էս է թիվը, որ մենք այդ թվից սկսած սկսենք պաշտպանվել։ Դա իմ բանն է,
խնդրանք ասեմ կամ պահանջասեմ կամ հարցադրումն է։ Հետևաբար իմ հարցը ուղղակի է, ուզում եմ մնացորդի թիվ հասկանամ ես։ Հետագայում եթե ես կհասկանամ, որ մնացորդը ինչպես չեմ հասկանում ոնց է հաշվել, ձեզ կհասկանամ, որ ոնց է այդ մնացորդը հաշվել։ Այս պայմանությամբ եթե կարող ասեք, եթե չեք, խնդրեմ արգելք դատարան, չգիտեմ, այս հարցն էլի արկախենք, հաջորդ դատական նիստի պատասխանը ստանանք։ Դատարան այս հարցին ես արդեն պատասխանեցի եւ ես հայկական դրամով եւ ԱՄՆ դոլարով թիվ եմ հնչեցրել։ 188 միլիոն եւ 16 դոլար։ Այո, մնացորդի հետ կապված այս հարցը նախորդ դատական նիստերին է եղել, եթե չեմ սխալվում, նախորդ տարիներին, նախորդ տարի տարեվերջին այս հարցի հետ կապված մենք աշխատանքային ֆայլ ենք ներկայացրել, որտեղ մնացորդների հետ կապված բացվածքան փոփոխության կա։ Մենք կարող ենք այդ թիվը գրել եւ այսօր դատական նիստին հայտարարել, բայց իրավասու պարզվում է, որ ավելի հասկանալի կլինի, որպեսզի մեր հաշվարկով մենք արտացոլենք մնացորդները կոնկրետ, որ բանկային հաշիվներին ինչքան գումար մնացորդ կա, որ մասնադիտարկում օրինական, որ մասնադիտարկում ապօրինի եւ կանխիկում ինչքան օրինական գումար կա, ինչքան ապօրինի գումար կա։ Նոր հարցեր հնչեցվում այդ ոնց հասկանանք, այստեղ մնացող շիտում բարձ արտացոլված է, որտեղ ում անձին, որ բանկին կոնկրետ որ հաշվի համարին ինչքան գումար կա, որ մասնադիտարկում օրինական, որ մասնադիտարկում ապօրինի, բարձ գումարման արդյունքում ես հնչեցրեցի օրինական մնացորդը ընդհանուր։ Շատ է։ Շնորհակալություն։ Ամփոփ ֆայլի մեջ, չգիտեմ դատարան ունի թե չէ, 426-27 թողում եք թիվը ցույց տաք, երևում է թե չէ։ Թե դա չի երևում։ Դա այդ օրվա դրությամբ դուք կարծես թե ամփոփի մեջ ինչ որ բան է կարել, հա։ Ես տենց եմ հասկանում ձեր ֆայլի մեջ այդ օրը օրինական մնացորդը գրված։ Արցունյան ասեմ ինչ ենք մենք արել, որ ավելի բարձր լինի։ Այդ օրվա դրությամբ մենք ապօրինի եկամուտը դիտարկել ենք օրինական, նորից եմ կրկնում, օրինական վերահաստատելու իմաստ չկա։ Մենք գրած օրինական մնացորդ 24-03-16 թվական հիմա օրինական մնացորդը տեսնում եմ 79 միլիոն, դուք ինձ ասում եք 139 միլիոն, եթե տեսնենք օրինակ պենսիոնակում եւ օսյունյակում, պենսիոնակում մինուսով է, օսյունյակում պլյուսով է, այսինքն պենսիոնակում ապօրինի եկամտից նվազեցվել է 79 միլիոնը, օսյունյակում 79 միլիոն ապօրինի դիտարկվել է օրինական։ Ձեր հարցը իսկ ընդհանուրի մասին է, այս մասը ապօրինի մասն է, որը դիտարկվել է օրինական։ Նորից եմ կրկնում, մենք օրինական եկամուտը վերահաստատելու, որ այսքան եք ասում, հաշվարկի տեսակ ձեր մտքերում ինչ որ հաշվարկներ եք արում, ես ձեր գրածն եմ տեսնում, գրածա 24-03-16 թվականի օրինական մնացորդ։ Գրածա թե չէ։ Հիմա օրինական մնացորդը դուք ինձ ասում եք 138 միլիոն է, ճիշտ է։ Դրանով։ Ես նայում եմ այդ օրինական գումար գրածա 79 միլիոն։ Հիմա դուք ինձ ինչ որ բաներ եք ասում։ Չեմ ասում, այս օրինական մնացորդը ինչ է, կարող է ասա սխալ է գրած կամ դա չպետք է գրած լինի։ Ես ոնց հասկանամ դա։ Հիմա ինձ բան եք ասում, ես պատասխանում եմ ոնց հասկանամ։ Հասկանամ, հասկացա, այլ ուզում ասեմ ոնց հասկանամ։ Գրված ուշի գալիս։ Ես նորից եմ ասում, պարոն Ափինյան, 79 միլիոնին ինչ թիվ է գումարվել, որ ստանում եք 130։ Օրինական է հարգելի։ Այդ բանին առանձին օրինական պարոն Սարգսյանը ըստ մեր հաշվարկի ունեցել է օրինական եկամուտ եւ կանխիկով եւ անկանխիկ։ Սա 79 միլիոնը դա ապօրինի եկամուտն է, որը ապօրինի եկամուտից նվազեցվել է եւ օրինական եկամուտներին ապելացվել է։ Նույնիսկ եմ կրկնում, իրավասու մարմինը օրինական եկամուտները վերահաստատելու հիմք չունի։ Եթե պարոն Արությունյան ձեզ համար անհասկանալի է, թե ինչի է նշվել օրինական մնացորդ, կարող ենք այս մասը փոփոխել, որ ձեր համար ավելի բարձր։ Ես ավելի մենակ վերամար բարձ։ Մենակ վերամար պատասխանում եմ այս ակնթիվը։ Նորից ապօրինի եկամուտը դիտարկել ենք օրինական տվյալ ամսաթվի դրությամբ։ Սա 79 միլիոնը ապօրինի եկամուտն է, որը դիտարկվել է օրինական։ Եթե ձեզ պետք է հասկանալ այդ օրվա դրությամբ օրինական եկամուտը ինչքան է կազմել, նորից եմ ասում, մտեք մնացող չի, նայեք օրինական բոլոր սյունյակները, օրինական մնացող այս սյունյակը, օրինական մնացող օրինական կանխի 58 միլիոն եւ նայեք ես սյունյակը մնացող օրինական անկանխիկ, որտեղ ըստ անձերի, ըստ բանկերի եւ ըստ հաշիվների ու արժույթների թվերով արտացոլված է կոնկրետ օրինական թվերը։ Նորից եմ կրկնում, իրավասու մարմին օրինական եկամուտների վերահաստատման
գործառույթ չի իրականացնում, ինքը արդեն իսկ օրինական է, ինքը վերահաստատել է ճիշտ է։ Անհասկանալի բան մնաց, պարոն։ Իհարկե, ամեն ինչը անհասկանալի է իմ համար, հարգելի դատարան, անհասկանալի է, թե ինչպես այդ հաշվարկը կատարվել, չի երևում, ամենակարևորը իմ համար թվերը, որի մասին խոսում է պարոն Աբինյանը, Excel-ի մեջ ինչ-որ թվեր եմ տեսնում ես։ Գրել են այդ թվերը եւ գալիս են օրինական մնացորդի։ Որ թվերի մասին է խոսքը։ Այն ինչը որ դուք հաշվում եք, գումարում եք, անում եք, մի ֆայլում ուրիշ բանա գրած, սրա մեջ բանի իրավական հիմքի մեջ ընդհանրապես չկա։ Հիմա դուք ինձ ասում եք 70, ես տեսնում 79 միլիոն, ասում եք 79 տես չի, այն օրինականը չենք ներառել մեջը գրած օրինական մնացորդ այդ պայի դնությամբ, տեսնում եմ ես, որ հետագայում ձեր մնացորդի մեջ տեսնում եմ ինչ-որ թվեր, իմ համար անհասկանալի էլի թվեր, դուք գումարում եք ասում եք 130 միլիոն, հեսա հետագա մեր հարցադրումների ընթացքում ես իմ բաները կներկայացնեմ, կհասկանանք, որովհետև մեր հաշվարկներն են որոշակի առումով էլի տարբերությունների է Վերում ուզում եմ դրա համար հասկանամ, դուք ոնց եք այդ հաշվարկը արել, ինչ եք մեջը գրել, որ հետո իմ հարցերին էլ կարող այդ հարցը հանում եմ կամ չեմ, բայց չեմ ուզում դրա վրա կենտրոնանամ։ Ինձ պետք է որ դուք հնչեցնեք, այսինքն 138 միլիոնը եւ ներկայացրեցիք ձեր հաշվարկի, այսպես ասենք, հա, այդ ոնց եք այդ տիպը ստացել, մեխանիզմից բավարարված եմ, այդ հարցով ուրիշ հարց չունեմ այլ։ Պարոն Աբինյան, այն ֆայլը, որը դուք ներկայացրել եք, դատարանը արձանագրեց, որ չի համապատասխանում պատասխանող կողմին տրամադրված ֆայլին։ Դա օգոստոսին է դատարան տրամադրվել, դրանից հետո որևէ աշխատանքային ֆայլ չի տրամադրվել, հաջորդ նիստով ակնկալում եմ, որ դատարանը ես դրամադրել։ Երկուշաբթի օրը չէ՞ լինում էր հաջորդ Դասում ասա բարի դատարան։ Ես էլ չեմ պատրաստում ավելի բարձ ինչպես մնացածը ինչպես ասում եմ։ Իսկ այդ բանի դրությամբ ավելի բարձ պատասխանը ինչպես կամ 50 միլիոն է եղել։ Ցույց տվեք 50 միլիոն։ Մնացորդն երևում է։ Մնացորդում թիվ եք գրել, ցույց տվեք ոնց եք ստացել այդ 50 միլիոնը, այդ է հարցում։ Պարոն Հարությունյան, այդ տոնով Հարգելի դատարան, որ ասում է դրանից պարզ չեմ կարա տամ, այդ ձեր երևակայությունն է պարզ չի։ գործի քննություն։ Եթե կարող ցույց տվեք այդ 50 միլիոնը, դու ասեք պարզ։ Գործի քննությունը։ Բարձ չի դով կտեսնեք։ Եթե թվերի Ձեր վիճաբանությունը շարունակեք նիստը դրա համար չէ, գործի քննությունը հետաձգվում է, նշանակված էր արդեն հաջորդ նախնական դատական նիստի օրը եւ ժամը, հունվարի 12-ին ժամը 10-ին համարվում է պատժեր ծանոթված նիստը հայտարարում, փակված հաջողությունից։